Գիտեք, նրանք որ ասում են մեր խելքից է, նրանք սխալ չեն։ Ես պետք է ընդունեմ, որ նրանք ճիշտ են ասում։ Մեր այսպես կոչված այս էլիտան, որը էլիտա չի, սա հակա էլիտա է, անտի-էլիտա, մեր ժողովրդի դժբախտությունը սրանցից է։ Եթե դուք զիջում եք գոնե այդ ժամանակ պահանջեիք, որ Ադրբեջանը երաշխավորեր հայերի անվտանգությունը, ու ձեր կողքը այն Շարլ Ազնավուր ցիտող մարդը, որ նստած էր, որ այդքան սիրում է մեզ, որ Ազնավուրի թաղմանը բան էր, արցունքներով լաբոեմ էր երգում։ Այդ մարդուց ասեիք, պարոն, չգիտեք ինչ, եթե դուք ասում եք դուք Հայաստանի կողքն եք, բա դուք էլ ստորագրեք, որ Եվրոպան էլ է երաշխավորում հայերի անվտանգությունը։ Ինչու՞ չեք երաշխավորում։ Կամ հենց այդ ժամանակ, երբ որ դուք այսպիսի զիջման եք գնում, դուք պետք է ասեիք, իսկ եթե Զանգեզուրի մասին է խոսքը, շատ լավ, մենք ձեզ կտանք հաղորդակցություն մեր տարածքով, ձեզանից էլ խնդրում ենք, որ դուք էլ մեզ տաք ձեր տարածքով դեպի Ռուսաստան օրինակ։ Նորմալ երկիրը, նորմալ երկիրի ղեկավար այսպես կբանակցեր։ Սա հանձնում է, նա գնաց ամեն ինչ հանձնեց, այս մարդը ամեն ինչ հանձնում է, նա չի բանակցում, նա ուղղակի ենթարկվում է։ Դրա համար ես ասում եմ, մենք ապրում ենք Հայաստանի ինքնավար հանրապետությունում, սա արդեն սուվերեն հանրապետություն չէ։ Մեզ ղեկավարում են դրսից։ Եթե դուք չեք ուզում իրականությունը տեսնել, փակեք ձեր աչքերը, երաժշտություն դրեք եւ ինչ որ բան ծխեք, պատկերացրեք, որ ամեն ինչ լավ է։ Ես ոչ թե վատատես եմ, այլ ես շատ արագ տեսնում եմ, թե ինչ է լինելու, վտանգները շատ ակնհայտ են իմ համար։